Թրիփի հատվածում երկաթուղին կառավարելու է Թրիփ ընկերությունը։ Այսօր այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդտեղ ընդհանրապես երկրորդ կարծիք չկա, նշել է Փաշինյանը, եւ հավելել, որ այդ հատվածը միանալու է Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցի հետ։ Ինչպես նաեւ նշել, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ապասառեցում Հայաստանը չի նախատեսում։ Մենք ՀԱՊԿ-ում աշխատանքներ ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկել։ Այսինքն ձեր ասած ապասառեցումը չի նախատեսվում։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հիշեցնենք, մայիսի 3-ից 4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան։ Կառավարությունը խոշորացույցի տակ է պահելու պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը։ Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ տնտեսվարողներին, գյուղացիներին պետությունն առաջարկել է ներդրումային ծրագրեր։ Իրականացնելու համար, սակայն, պարզվել է, որ հատկացված գումարները այլ նպատակների համար են ծախսվել։ Գործադիրի ղեկավարը հայտնել է, որ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը հաճախակի չեն իրականացվում, քանի որ օրինակ գյուղատնտեսության մեջ երբեմն դրանք ձեռնտու չեն։ Կառավարությունը խնդիր է դրել այդ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար ապահովել ծրագրերի իրականացման հետագծելիությունը։ Պետք է ծախսերը լինեն անկանխիկ միանշանակ։ Ոչ մեկ չի կարող գա ասի հորս արև 1 միլիարդ ներդրում եմ արել։ Այդ 1 միլիարդ ներդրումը իմ պահանջն է։ Որ պահին ես ուզեցի ասի բերեք այդ 1 միլիարդ ներդրումը, բանկային համակարգով այդ դրամի շրջանառությունը ցույց տվեք, պետք է հատիկ ու ոչ պլյուս մինուս կարող լինի 500,000 դրամ 1 միլիոն, այդ 1 միլիարդի մեջ։ Եթե որևէ տեղով այս հաշվարկը չեղավ, ուրեմն խնդրեմ կա։ Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել, ժամանակավորապես փակելով Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջել են հրապարակել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը եւ հանդիպում ազգային ժողովի падգամավորների հետ։ Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել է ոստիկանների հետ քննարկումների պատճառով, իսկ մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը զոհված զինվորների հիշատակը բարձրաձայնելն է եւ պետական մարմիններից պատասխանատվություն պահանջելը։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իշխանությունները տարբեր հարթակներով պարբերաբար հայտարարում են, որ հանրապետությունում հարկային մուտքերն ավելացել են, ինչն էլ ուղիղ համեմատական է տնտեսական առաջընթացի ու կառավարության կողմից իրականացվող տարբեր նախաձեռնությունների հետ, բայց հատկապես փոքր ու միջին բիզնեսները հաճախ դժգոհում են հարկային ծանր բեռից։ Որպես հակադարձում վարչապետ Փաշինյանը մատնանշում է, որ հենց իրենց իշխանության օրոք են հատուկ պայմաններ ստեղծվել փոքր բիզնեսների համար, այսպես կոչված միկրոբիզնեսի համակարգը։ Մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ըստ առաջարկվող նախագծի հարկ պետք է վճարեն ոչ միայն բիզնեսներն ու սովորական քաղաքացիները, այլև հոգևորականները։ Փաշինյանն ասում է, չի հասկանում, թե ինչու պետք է եկեղեցու համար ներմուծվող, բայց ծիսական նշանակություն չունեցող ապրանքները չհարկվեն։ Մոմի վաճառքի շրջանառությունից կուտակվող գումարներն էլ կհարկվեն։ Հարկման համակարգ մուտք գործելու դեպքում հոգևորականները կկարողանան օգտվել օրինակ առողջության ապահովագրության փաթեթից ու եկամտահարկի վերադարձի օրենքից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության, հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։
Մի քանի ամիս է հապկից դուրս գալու կամ չգալու օրակարգը արդիական է Հայաստանի Հանրապետությունում։ Դուրս կգանք հապկից, թե ոչ դեռևս հստակ չէ, բայց կառավարության ղեկավարը վստահեցնում է, ներկայում հապկի հետ աշխատանքների ակտիվացում չի սպասվում։ Լավաշի գինը խանութները, սուպերմարկետները թանկացրել են։ Եթե մեկ ամիս առաջ 1 կիլոգրամ լավաշը վաճառվում էր 595 դրամով, ապա այժմ առևտրային կետերում 1 կիլոգրամի արժեքը 620 դրամ է։ Տնտեսվարողներն այս կերպ են մեկնաբանում։ Հայաստան ներկրվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է գալիս, եւ տեղական շուկայում թանկացումները ըստ նրանց Ռուսաստանում ցորենի գնի բարձրացմամբ է պայմանավորված։ Ռուսաստանում իմ ինֆորմացիայով երաշտ է։ Նույնը կոնկրետ ես կապ ունեմ Ռուսաստանում գործող հաց արտադրողների հետ, նրանց մոտ արժեքը ավելի շուտ էր բարձրացել։ Մեր մոտ 1 ամիս ուշ է բարձրացել հացի արժեքը, կապված ալուրի արժեքի հետ։ Հիմնականում պատճառը դա է։ Ամիսներ առաջ էր էկոնոմիկայի նախարարը հայտնել, որ Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ։ Նրա ներկայացրած հաշվարկով, օրինակ, 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այն դեպքում, երբ այդ տարածքի վրա ծախսվում է 420,000 դրամ։ Հացի արտադրությամբ զբաղվող տնօրենը համաձայն չէ նախարարի ձևակերպման հետ, հորդորում է կրծողների դեմ պայքար տանել։ Ցորենի արտերում մկանման կրծողները ավերել են հացահատիկային մշակաբույսերը։ Եթե դաշտերը պաշտպանված լինեն, օրինակ կրծողների դեմ պայքար տարվի, ապա բերքատվությունը կբարձրանա, այսինքն նույն հեկտարից կարելի է ստանալ ավելի շատ ցորեն։ Արդյունքում եկամուտը կարող է գերազանցել ծախսերը, որը ըստ Ավետիսյանի նախարարի նշած թվին կգերազանցի։ Իսկ առհասարակ անհասկանալի պարադոքս է սկսվել հացի շուկայում։ Մի կողմից օրինակ հացի քաշը նվազում է, մյուս կողմից գինը թանկանում, ալյուրի գինն իջնում։ Տրամաբանորեն այս պայմաններում հացի գինը պետք է 100 դրամից էլ ցածր լիներ, բայց այսօր հայաստանյան ոչ մի սուպերմարկետում, խանութում այդ գնով չես գտնի։ Հացի գինը նվազագույնը 200 դրամ է այն դեպքում, երբ ցորենի 1 կիլոգրամի արժեքը 200 դրամից դեռևս նախորդ տարվանից է իջել, հասնելով 70 դրամի։ Սա լուրջ ահազանգ է հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ իրականացնելու համար, նշում է գյուղ ոլորտի փորձագետը։ Դասկողություն չկա, այո, ով ինչ գնի է ներկրում ու ինչ գնի է վաճառում։ Գործարանը ինքը, ում որ մատակարարում է, ասում է, պիտի տնեք, ես ինչ գին է։ Սրանից թանկ չպետք է վաճառեք, բայց մենք չունենք գյուղատնտեսական ոչ մի ապրանքի, այդպես գին դրած, որ ասենք նախարարությունը ստիպի ֆերմերին կամ չգիտեմ ում ասի կամ որ էս է գինը, սրանից թանկ չպետք է վաճառեք։ Մասնագետների խոսքով հացի շուկան մրցակցային է, հետևաբար որևէ արտադրող գին թելադրելու կարողություն չունի եւ եթե արձանագրում ենք մեկ գին, արտադրողը ավելի ցածր գին առաջարկելու իրավասություն չունի։ Մասնագետների կանխատեսմամբ առաջիկայում կթանկանան խմորեղենը, հրուշակեղենը, ալյուրից պատրաստվող այլ ապրանքատեսակները եւս։ Բյուրակնում կառուցված նոր դպրոցում առաջիկայում կսովորեն նաև Մեղրաշատի ու Հարակից գյուղերի աշակերտները, սակայն Մեղրաշատի բնակիչները 1 տարուց ավելի պայքարում են իրենց դպրոցի փակման դեմ։ Դպրոցը ունի 52 աշակերտ եւ համեմատաբար լավ պայմաններ, իսկ համայնքը պնդում է, որ այնտեղ նույնպես ապահովում է որակյալ կրթություն։ Աշակերտներն ու ծնողները դեմ են տեղափոխմանը, նշելով, որ կարող են նույնիսկ հրաժարվել հարևան գյուղի դպրոց հաճախելուց եւ նախընտրել քաղաք գնալ։ Նրանք նաև մտավախություն ունեն, որ դպրոցի փակումը կհանգեցնի գյուղի դատարկմանը։ Կառավարությունը իրականացնում է դպրոցների խոշորացման ծրագիր, կառուցելով նոր դպրոցներ եւ միավորելով փոքրերը։ Պաշտոնյաները վստահեցնում են, որ դպրոցներ չեն փակվում, այլ փոխարինվում են ավելի լավ պայմաններով կրթական կենտրոններով եւ աշակերտների տեղափոխման համար նախատեսվում են ճանապարհների նորոգում եւ տրանսպորտ։ 3 դպրոցներից 2-ի մանկավարժները կորցնելու են աշխատանքները։ Կամ կա այսպիսի մի տարբերակ։ Ասենք, եթե ես հիմա 1 դրույք եմ պարապում, կարող է առաջարկեն 1 ուրիշ դպրոց, կես դրույքով։ Դե ինչպես կարող ես ընտանիք պահել կես դրույք աշխատանքով։ Բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց, իրենց ընկալմամբ եւ պատկերացմամբ։ Եվ հիմա կառավարությունը ասում է կարիք չկա փոխելու բնակության վայրը։ Ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք, եւ ձեր երեխան կգնա լավ դպրոց։ Չնայած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պրոցեսին խոչընդոտելուն ուղղված քայլերին, սա շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ ու մտահոգիչ խնդիր։ Թեմայի շուրջ խոսել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Երևույթը դեռ տարածված է Հայաստանում մի շարք պատճառներով, նշել է օմբուդսմենը։ Սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում եւ միջավայրում
առկա ճնշումներ։ Մեր շուրջն ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին եւ որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր ու ցավալի ազդեցություն, նշել է Մանասյանը։ Մինչև 17 թվականի վերջերը, երբ որ կինը գալիս էր սեռով պայմանավորված աբորտներ անելու, այդ պահին մեծ աշխատանք էր կատարվում ընտանիքի անդամների հետ, անգամ սոցաշխատող էր ներգրաված, հոգեբան եւ այլն, եւ այդ մենք ունեցանք հաջողություններ։ Սակայն դրանից հետո process-ը կանգնեց եւ այսօր մենք ունենք ցավալի իրողություն, անհատական աշխատանքը, օրենսդրությունը կա, սակայն վերահսկողությունը չկա։ Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել, հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։ Շրջանառվող 3-ից 5 օրյա ժամկետը իրականությանը չի համապատասխանում։ Թրամփը որոշել է երկարաձգել հրադադարը, քանի որ Իրանը պետք է իրեն հավաքի։ Իրանի հրապարակային անհեթեթությունների մեծ մասը մենք անձամբ չենք լսում։ Իրանը պետք է հանձնի իր ունեցած հարստացված ուրանը։ Իրանը նույնիսկ չի կարող վճարել իր սեփական ժողովրդին շրջափակման պատճառով, նշել է Լևիթը։ Պարտավորությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները գլխավոր խոչընդոտներն են իսկական բանակցությունների ճանապարհին։ Այս մասին գրել է Իրանի նախագահը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գլխավոր խոչընդոտներին։ Աշխարհը տեսնում է ձեր հռետորաբանությունը եւ հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը, գրել է Փեզեշքյանը X-ում։ Ամերիկայի Սենատը 5-րդ անգամ մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի դեմ սահմանափակելու բանաձևը։ Քվեարկությամբ այն չի անցել չնայած 46 կողմ ձայների։ Փաստաթուղթը նախատեսում էր առանց կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում, սակայն հանրապետականների մեծամասնությունը դեմ է եղել։ Դեմոկրատները հայտարարել են, որ շարունակելու են նման նախաձեռնությունները։ Թուրքիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որը արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար։ Համաձայն փաստաթղթի 15 տարեկանից ցածր անձինք չեն կարողանա գրանցվել սոցիալական ցանցերում։ Ծնողները կստանան գործիքներ երեխաների էկրանային ժամանակը եւ առցանց ծախսերը վերահսկելու համար։ Ջորջիայում անտարային հրդեհների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 50 տուն չոր եւ շոգ եղանակի պատճառով հրդեհները շատ արագ են տարածվում նահանգի հարավային մասում, բնակիչները տարհանվել են։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում Ավան վարչական շրջանում գործող աղի կոմբինատում։ Հոսանքը զրկում էր եղել, 46 քաղաքացի մնացել էր 236 մետր խորությամբ շենքի ներսում։ Երևանի շերտ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ է ժամանել, նաև փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարների ջոկատներից մեկի հատուկ փրկարարները։ Գեներատորներ են բերել էլեկտրաէներգիա միացրել ու բոլորին դուրս բերել անվտանգ վայր։ Փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասն աշխատում է այդ կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։ Տեղում էին նաև փրկարարծառայության հոգեբաններն ու Երևանի շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։ Ապրիլի 23-ին Միասնիկյան պողոտայում բախվել են 19-ամյա Վարդանի Mercedes ELS, 28-ամյա Կորյունի Jaguar-ը, 34-ամյա Տաթևիկի Toyota-ն եւ 40-ամյա Samvel-ի վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ տեղեկությունների, երբ Mercedes-ը բախվել է Jaguar-ին, վերջինն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրայով, կոտրել այն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի մոտ։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև Toyota-ն, վարորդները սթափ են եղել, բայց Mercedes-ի վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։ Ընդհանուր 4 տրանսպորտային միջոց է։ Երջանիկ պատահականություն է, որ այս պահին վթարի պահին, բախման պահին կանգ առնում քաղաքացիներ չեն եղել, հակառակ դեպքում տեղի կունենար նաև վրայեր։ Ապրիլի 23-ին 25-ամյա Էրիկ Հակոբյանը Տեսլայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ կոտրել երկաթե պաշտպանից ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, վարորդը եղել է ոչ սթափ։
Ապրիլի 21-ին Վանաձոր Ստեփանավան ճանապարհին 48-ամյա Արմանը վազ 21-21-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց գլխի վայր հայտնվել ձորում։ Վարորդը ու 26-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավան բժշկական կենտրոն։ Ժամաննել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Ապրիլի 22-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հայտնի Բիձու գյուղից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին Ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում քաղաքացին դի է նկատել։ Ու մինչև կժամանային փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գետի հունը բարձրացել էր ու մարմինը չէր երևում։ Ժամեր անց հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցել է դիակին, այն ճոպանների միջոցով դուրս բերել անվտանգ վայր։ Հանգամանքներն էլ պարզվում են։ Ջրասուզակը արդեն մտել է Հրազդան գետը, բայց բավականին վտանգավոր է։ Խորությունը որոշ հատվածներում անցնում է 1.5 մետրը եւ հատուկ ճոպաններով մի կերպ փրկարարները, ջրասուզակի գործընկերները պահում են, որպեսզի գետը չտանի ջրասուզակին։ Բավականին դժվար աշխատանք, վտանգավոր աշխատանք։